Նախքան հարցը ես ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մեր գնացող կառավարության վերջին նիստն է։ Դրա համար շատ ուշադիր եղեք հարցեր տալուց։ Պարոն Կարապետյան, ընդունված կարծիք կա, որ Հայաստանում իշխանությունը հնարավոր չէ փոխել ընտրություններով, եւ դա մենք տեսել ենք։ Մինչդեռ դուք ընտրություններից ամիսներ առաջ ձեզ ներկայացնում եք, ձեր թիմն էլ ձեզ ներկայացնում է ապագա վարչապետ։ Դուք մի առիթով ասացիք, որ սոցհարցումների հիման վրա է ձեր համոզմունքը։ Ես ուզում եմ հարցնել, եթե այդուհանդերձ ընտրություններից հետո դուք իշխանություն չվերցրեցիք, համարելու եք արդյոք, որ ընտրությունները կեղծվել են, եւ այդ դեպքում ունեք արդյոք պլան B, թե վերցնելու եք ձեր մանդատները եւ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն եք աշխատելու, եւ նաեւ դուք տեսնում եք, որ հող են նախապատրաստում իշխանությունները ձեր գրանցումը կասեցնելու հետ կապված, ճիշտ է գրանցվել եք, բայց հնարավոր է ինչ-որ փուլում նաև կասեցնեն։ Այս դեպքում էլ ունեք արդյոք պլան B եւ ձեր ընտրազանգվածին որ ուղղությամբ եք ուղղորդելու։ Շնորհակալ եմ։ Գիտեք, այդ պլան B-ն ունի հայ ժողովուրդը։ Այսինքն ես ինչ պետք է անեմ մենակ։ Դրա համար հաստատ հայ ժողովուրդը ունի բոլոր պլանները, քանի որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ վստահ ենք դրա մեջ, հետո ես ասեցի, որ ես միայն սոցհարցումների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նաեւ Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա, ինչը որ երևի դուք ինձնից լավ եք տեսնում, դրա համար մենք անում ենք հիմա առաջին քայլը, մենք գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություններ մեր կողմից, բայց մենք վստահ ենք, որ դուք էլ տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները, բայց դուք մի անհանգստացեք, իրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգ ունենալով իրենք չեն կարող ոչ մի իշխանություն ունենալ Հայաստանում։ Իսկ ընտրություններից հետո եթե չլինեք իշխանություն, ո՞րն է լինելու ձեր պլան B։ Վերցնելու եք մանդատները հստակ ասեք։ Ընտրությունից հետո ես լինելու եմ վարչապետ։ Եկեք անիմաստ բաներ չքննարկենք այսօր։ Շնորհակալություն եւ 168 ժամ Զարուհի Դիլանյան։ Հարգելի գործընկերներ, մեկ անգամ եւս հիշեցնեմ, բոլորդ ունենալու եք հարց տալու հնարավորություն, ուստի խնդրում եմ առաջին շրջանում մեկական հարց տալ, որպեսզի ձեր մյուս գործընկերները եւս իրենց հարցերը ուղղեն։ Շնորհակալություն, նաեւ մենք ուղիղ եթերում ենք, այս ասուլիսը հենց հիմա հեռարձակվում է բոլոր լրատվամիջոցներով, ուստի գործընկերներ խնդրում եմ հեռախոսներով չնկարել, որովհետև ամեն բան հենց այս պահին ուղիղ եթերով հեռարձակվում է, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ բարև ձեզ, շնորհակալություն այս հնարավորությունը ընձեռելու համար։ Իմ հարցադրումը եւս ընտրությունների մասին է տրամաբանորեն։ Պարոն Կարապետյան, օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրեն մտահոգում է ոչ այնքան նախընտրական բանավեճի կոշտ ոճը, որքան հնարավոր հետընտրական զարգացումները։ Դուք որպես ներկայումս ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդ, ինչ սցենարներ եք կանխատեսում այս առնչությամբ, եթե իշխանությունը դիմի որևէ մեքենայության եւ հայտարարի ՔՊ-ի հաղթանակի մասին, դիտարկում եք արդյոք հետընտրական բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը, որպեսզի այդ կերպ փոխեք քաղաքական վիճակը, իրավիճակը եւ ենթահարց դարձյալ մանդատների հետ կապված, եթե որևէ պարագայում ՔՊ-ն վերարտադրվի, որևէ ձևաչափով պահպանի իշխանությունը, ի վերջո, խնդրում եմ հստակեցնել, վերցնելու եք մանդատները, թե ոչ, եւ որ դեպքում հնարավորություն կհամարեք չվերցնել կամ վերցնելը եւ չվերցնելու դեպքում քաղաքական ճգնաժամի ստեղծման հնարավորությունը։ Դուք մոտավորապես նույն հարցը տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել, ինքը փորձառու քաղաքական գործիչ է, դրա համար ունի իր ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները։
բայց մենք գնալու ենք մեր օրակարգով։ Մեզ պետք չէ տարբեր օրակարգների մեջ մասնակցել։ Մենք գնում ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի, եւ մենք վստահ ենք, որ այդ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը եւ ձևավորելու ենք կառավարություն։ Բայց նաև պատրաստ եք հետընտրական զարգացումների, քաղաքական ակցիաների կազմակերպման հնարավորություն տեսնում եք, թե ոչ։ Դե գիտեք, հիմա այսօր մենք քննարկենք, թե ինչ է լինելու ընտրությունից հետո դրանից 1 ամիս հետո դրանից 5 ամիս հետո, եկեք մենք սևեռվում ենք ընտրության, նախապատրաստվում ենք եւ գնում ենք ընտրությունների։ Մենք հիմա դրա մասին պետք է մտածենք։ Հաստատ դուք իմացեք, մենք պատրաստ ենք եւ պատրաստում ենք ցանկացած քայլերի։ Դրանից ավել ես չեմ ասելու ձեզ։